օգոստոսի 16-ն է Երևան Դավիթ Բեկի փողոցում բախվել են BMW X5 Nissan March մակնիշի ավտոմեքենաներ։ Բախման հետևանքով BMW-ն կոաշրջել է, կոտրելով այստեղ գործող ընկերություններից մեկի երկաթե ցանկապատը, մի քանի ծաղիկներ էլ վնասվել են, բայց դա լավ է, բարեբախտաբար տուժածներ չկան։ Մինչ դեպքի վայր ժամանեի ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երրորդն էր, չէ, երրորդ գումարտակի պարեկները BMW-ի վրայից անայդ անձիկ համարանիշները հանել են։ Այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի եւ վարորդների ինքնությունը, ինչպես նաեւ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հայտնաբերելու BMW-ի համարանիշները։ Իմ տեղեկություններով BMW-ի վարորդին արդեն հայտնաբերել են եւ BMW-ի վարորդին եւ Nissan March-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, BMW-ի վարորդը եղել է ոչ սթափ, ժողովրդի լեզվով ասած խմած։ Հիմա որ BMW-ի վարորդին զրկեն, պիտի գնա կառավարության դեմ, կուրսը բացի, բողոքի ակցիաներ ասի, դիմի վարչապետին, պարոն վարչապետ, ինձ զրկում են պարեկները, պիտի չզրկեն, պիտի քրեական պատասխանատվության ենթարկեն։ Այն վարորդները, ովքեր ոչ սթափ վիճակում խմած վարում են ավտոմեքենան, նման վարորդները պոտենցիալ մարդասպաններ են ինձ համար։ Եվ ոչ թե միայն ինձ համար, այլ շատ քաղաքացիների համար։ Կառավարությունը վերջերս ընդառաջեց, որպեսզի խմած վարորդների վարորդական իրավունքի վկայականները ստանան, խնդրեմ, BMW X5-ի վարորդը խմած ավտովթարի է ենթարկել։ Հիմա ինչքան էլ ինքը մեղավոր լինի կամ անմեղ լինի, միևնույն է, իրեն համարելու են մեղավոր։ Համարանիշներն էլ BMW-ի չկա, հանել են, միջև պարեկների ժամանել է։ Դա ճշտել եմ հատուկ, որտեղ ականատես կարող հրաժարվեց խոսել, տեսախցիկի առաջ ասում էր, որ հələ պարեկները չէին եկել, BMW-ի վրայից համարները հանեցին։ Ասայի հիմա որ դարնա համար եք հանում, համար հանելու փոխարեն մի լակեք, մի նստեք ղեկին, մտածեք առաջինը ձեր մասին, ձեր ընտանիքի մասին։ Էսյան ընկեր։ Ինչ աստիճանի արագ բար, որ էսա բազատ է եզրաքարն էլ փողի տեղից։